Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1429-րդ օրն է, բարի հրթիռները երեկ երեկոյից իրարանցում դվիժուխա էին ստեղծել Պուտինի երկրում, Կրասնոդարի երկրամասում հերթական նավահանգստային ենթակառուցվածքներ այրվում, իսկ Թրամփը Դավոսում խոստացել է ուժով չզավթել Գրենլանդիան եւ անվանել է ինքն իրեն դիկտատոր։ Եթե հիշում եք, մի քանի օր առաջ ես ձեզ պատմեցի Մարկ Ռյուտեի ՆԱՏՕ-ի գենսեկի կողմից Գրենլանդիայի հարցի լուծման տարբերակի մասին, որը պետք է գոհացներ բոլոր կողմերին։ Թեման հետաքրքիր է, Թրամփը սա է հիմք ընդունել, բայց այս թեման նույնպես ունի ստորջրյա խոչընդոտներ։ Թրամփը իր սոցիալական ցանցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ պայմանավորվել է Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմնական շրջանակների շուրջ։ Նրա խոսքով պայմանավորվածությունները վերաբերում են ոչ միայն կղզուն, այլև ողջ արկտիկական տարածաշրջանին եւ կարող են ձեռնտու լինել թե Ամերիկային եւ թե ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին։ Թրամփը նաև հայտնել է, որ այս ֆոնին չեղարկել է Եվրոմիության երկրների դեմ մաքսատուրքերի կիրառումը։ Այս սակագները պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից, բայց այժմ դրանք չեն լինի։ Ստացվում է Թրամփը ինքը բոլորին խառնեց իրար, բայց հուժկու հակահարված ստանալուց եւ սեփական դեմքը փրկող տարբերակը ստանալուց հետո հետքայլ արեց եւ որոշեց համաձայնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկին, ինչը կրկնվեմ նույնպես ունի ստորջրյա քարեր, այնպես որ ամեն ինչ հարթ չէ, որքան ներկայացնում է Թրամփը պարզապես փորձում է լավ դեմք ընդունել վատ խաղի ժամանակ, хорошая мина при плохой игре։ Իսկ Կոպենհագենից նշում են, որ միայն Դանիան եւ Գրենլանդիան կարող են որոշումներ կայացնել իրենց վերաբերող հարցերի շուրջ։ Այսպես է արձագանքել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Մարկ Ռյուտեի առաջարկին Գրենլանդիայի մի մասի նկատմամբ Ամերիկայի սուվերենություն հաստատելու վերաբերյալ։ Բայց միայն Ֆրեդերիկսենը չէ, որ հայտարարություն է արել այս առումով։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները նշել է Գրենլանդիայի հարցի շուրջ լարվածության նվազումը, օրն ավարտվում է ավելի դրական նոտայով, քան սկսվել էր։ Մենք ողջունում ենք, որ Թրամփը բացառել է Գրենլանդիան ուժով զավթելու հնարավորությունը եւ կասեցրել է առևտրային պատերազմը, ասել է Դանիայի արտաքին գործերի նախարարը։ Հիմա պետք է նստել եւ հասկանալ, թե ինչպես կարող ենք փարատել Ամերիկայի մտահոգությունները Արկտիկայի անվտանգության վերաբերյալ, միաժամանակ պահպանելով Կոպենհագենի հռչակագրի կարմիր գծերը, հաստատել է Ռասմուսենը։ Այնպես որ թեման փակված համարելը դեռ վաղ է, բայց ինքնին փաստ է, որ Թրամփը հետքայլ արեց ռազմական լուծման հարցում, արդեն վատ չէ, հատկապես որ նա ինքն է վերացնում նոր մաքսատուրքերի վերաբերյալ իր իսկ սպառնալիքները։ Ըստ երևույթին մասնագետները նրան բացատրել են, որ դա վնասակար է հենց Ամերիկայի համար։ Իսկ այս ընթացքում Թրամփի թիմում առիթ են հորինել Զելենսկու հետ հանդիպելու համար, նկատում եք տարբերությունը, արդեն Թրամփն է հանդիպման առիթներ փնտրում։ Երեկվա եթերում ես ասացի, որ Զելենսկին հասկացրել է Թրամփին Դավոս կմեկնի միայն կշռելի առիթի դեպքում, օրինակ որևէ բան ստորագրելու համար։ Որպես Զելենսկի-Թրամփ հանդիպման հրապարակային հնչեցված պատրվակ նշվում է պատերազմից հետո Ուկրաինայի համար անմաքս գոտի ստեղծելու թեման։ Ես ավելի քան վստահ եմ, որ սա մտածածին պատճառ է, որովհետև նման կետ կա մեծ համաձայնագրում, դե գիտեք որտեղ 800 միլիարդի մասին էր խոսքը, եւ առանձին քննարկելու պատճառ չկար, որովհետև արդեն բանակցողները ամեն ինչ իրենց տեղն էին դրել, սա կամ PR-ի համար է, կամ պարզապես շղարշ այլ թեմաներից խոսելու համար, չգիտեմ, միգուցե նոր խաղաղության պլան ունի, բայց այս թեմային ավելի լավ է անդրադառնալ հանդիպման արդյունքներից հետո, հատկապես հաշվի առնելով Զելենսկու տրամադրվածությունը։ Իդեպ սկանդալները հաճախակի երևույթ են այս տարվա Դավոսում։ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում Ամերիկայի առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկի մասնակցությամբ ընթրիքը ավարտվել է սկանդալով։ Նրա ագրեսիվ մեկնաբանությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Թրամփի մտադրությունների ֆոնին արժանացել են հյուրերի սուլոցներին, իսկ որոշ մասնակիցներ նույնիսկ լքել են դահլիճը։ Պակաս հետաքրքիր չէր հետևելը, թե ինչպես Թրամփը իրեն դիկտատոր անվանեց։ Այս հայտարարությունը հնչել է ոչ ֆորմալ միջավայրում համաժողովում ԱՄՆ նախագահի ելույթի ավարտից հետո։ Չեմ կարողանում հավատալ, որ այս ելույթը լավ արձագանքներ ստացավ, ասել է Թրամփը, նշելով, որ սովորաբար ասում են նա սարսափելի դիկտատոր է։ Ես դիկտատոր եմ, ասաց նա հավելելով, բայց երբեմն դիկտատոր պետք է, բայց նրանք դա
չասացին այդ դեպքում, ասաց Թրամփը։ Միշտ նեղանալու բան գտնում է, չէ՞։ Բայց որ խոստովանեց, հետաքրքիր է։ Ռուսները նոր հոգս են գտել, հիմա նրանք անհանգստանում են, որ իրենց կխնդրեն հեռանալ Սիրիայից, ռուսական խոշոր լրատվամիջոցների տվյալներով Դամասկոսի անցումային կառավարությունը մտադիր է Ռուսաստանից պահանջել լքել Էլ-Ղամիշլիի ավիաբազան, որը գտնվում է Հասեկե նահանգում Թուրքիայի սահմանի մոտ։ Նախկինում այդ տարածքը վերահսկում էին քրդական ուժերը, բայց այժմ այնտեղ են մտել սիրիական նոր կառավարության ենթակա զորքերը, այն բանից հետո, երբ տարածաշրջանը պաշտոնապես անցնի Դամասկոսի վերահսկողության տակ, բազայի ապագա հարցը ծրագրում են դնել Մոսկվայի հետ բանակցությունների սեղանին։ Աղբյուրները պնդում են, որ Սիրիայի իշխանությունները ռուս զինվորականների հետագա ներկայությունը այնտեղ նպատակահարմար չեն համարում։ Ռուսների անհանգստությունը անհասկանալի է, չէ՞ որ նրանք այնտեղ արդեն կորցրել են բոլոր դիրքերը։ Սա Պուտինի նոր լացի պատճառ է, բայց դե ինքն է սկսել այս խաղը, թող լացի։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը փորձում է բյուջեի ճեղքերը փակել ռեկորդային բռնագանձումների միջոցով, գրում է Bloomberg-ը, սակայն ապօրինի խլված օտարի գույքը վաճառելու Մոսկվայի փորձերը բախվում են մի շարք խնդիրների։ Ռուսաստանը 25 թվականին բռնագրավել է ռեկորդային գումարի ավելի քան 3 տրիլիոն ռուբլու ակտիվներ, սակայն դրանք կենթանի փողի վերածելը դեֆիցիտային բյուջեն լրացնելու համար շատ ավելի դժվար է պարզվել։ Ինչպես գրում է Bloomberg-ը, նույնիսկ ռազմավարական օբյեկտները գնորդ չեն գտնում։ Ցայտուն օրինակ է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը, իշխանությունները հույս ունեին դրա դիմաց ստանալ առնվազն 132 միլիարդ ռուբլի, բայց աճուրդին ոչ մի համապատասխան հայտ չի ներկայացվել։ Սա ազդանշան դարձավ այն մասին, որ ներդրողները չեն վստահում պետության կողմից խլված ակտիվներին, վախենալով պարտքերից, անկայուն տնտեսությունից եւ հնարավոր իրավական ռիսկերից։ Իդեպ ոչ միայն ռուսական տնտեսությունն է ճաքեր տվել, ադրբեջանական տնտեսությունը նույնպես լավագույն օրերը չի ապրում, ինչպես բխում է պետական վիճակագրական կոմիտեի տվյալներից, Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերը 25 թվականին կազմել են 1.4%, նախորդ տարվա 4.1%-ի դիմաց։ Նման կտրուկ դանդաղումը հատկապես հակասական է թվում համեմատաբար բարենպաստ արտաքին կոնյունկտուրայի ֆոնին, նշում են մասնագետները։ Իրենց հերթին Թուրքիայից նշում են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյխան խողովակաշարով նավթի տեղափոխումը 25 թվականին կազմել է 206.434 միլիոն բարել, ինչը գրեթե 8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը Ադրբեջանի եւ Հայաստանի էներգահամակարգերի միավորման մասին անակնկալ էր շատերի համար։ Հետաքրքիր է ինչ են մտածում Բաքվում այս կապակցությամբ, մանավանդ որ Ադրբեջանի էներգահամակարգերը սերտորեն կապված են Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի հետ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Իդեպ Թրամփը Դավոսում ներկայացրել է այսպես կոչված խաղաղության խորհրդի կազմը, ներկայացնելով 22 երկրների անուններ։ Ուշագրավ է, որ այնտեղ չկան Բելարուսն ու Ռուսաստանը, չնայած նրանց պատրաստակամությանը, կան Բահրեյնը, Մարոկոն, Արգենտինան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելգիան, Բուլղարիան, Եգիպտոսը, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Մոնղոլիան, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ուզբեկիստանը։ Դե Բուլղարիան եւ Հունգարիան Եվրոպայից սպասելի էր։ Անհանգստացնող է Բելգիայի համաձայնությունը, հուսանք Բելգիան դեռ ետ կկանգնի իր որոշումից։ Այն փաստը, որ դեռ ցանկում չկան Պուտինն ու Լուկաշենկոն, սա նշանակում է Թրամփը տեղ է թողնում Ուկրաինայի եւ Եվրոմիության երկրների համար։ Այս թեմային ավելի հիմնավոր ձևով գիտեմ, որ Արմեն Չիբուխչյանն է անդրադառնալու իր եթերում, Արմենը հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի առումով է վերլուծելու։ Իմ կողմից ասեմ, որ սպասված էր նման կազմ, դեռ երեկ ասացի, որ Եվրոպան հրաժարվում է մասնակցել։ Ընդամենը օրեր առաջ ձեզ պատմեցի Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի խնդիրների մասին եւ ահա արդեն նոր տվյալներ են ստացվել։ 25 թվականի վերջից Ռուսաստանի քաղաքացիական ավիացիան ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորում մեկուսացման եւ պատժամիջոցների հետևանքները։ Ինքնաթիռները գնալով ավելի հաճախ են վերադառնում մեկնման օդանավակայաններ, անձնակազմերը օդում անջատում են շարժիչները, իսկ ուղևորները խնդիրների մասին իմանում են միայն թռիչքից հետո, այրվածի հոտից կամ կորպուսի վիբրացիայից։
գրում են լրատվամիջոցները, միայն դեկտեմբերի 1 շաբաթվա ընթացքում Ռոսավիացիան գրանցել է 8 ավիացիոն պատահար եւ գրեթե բոլորը կապված են եղել շարժիչների խափանման հետ։ Ամենացայտուն օրինակներից մեկը դարձավ ավիաընկերություններից մեկի չվերթը Մոսկվա-Փխուկետ։ Թռիչքից հետո Boeing-ի շարժիչը բռնկվել է, ինքնաթիռը գրեթե 1 ժամ պտտվել է Մոսկվայի մարզի վրա, վառելիքը դատարկելով, նախքան կկարողանար վայրէջք կատարել։ Մի քանի օր անց նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել մեկ այլ ավիաընկերության մոտ Sukhoi Superjet-ի հետ, հետո Boeing 757-ի հետ, հետո Airbus A320-ի եւ Boeing 777-ի մոտ։ Աշխարհագրությունը Սոչիից ու Սամարայից մինչև Դուբայ եւ Յակուտսկ փորձագետները նշում են, որ հենց շարժիչներն են դարձել ռուսական ավիացիայի թույլ օղակը առանց օրիգինալ պահեստամասերի եւ տեխնիկական սպասարկման հնարավորության ինքնաթիռները աշխատում են իրենց ռեսուրսների սպառման եզրին։ Դեկտեմբերին եւ հունվարին գրանցվել են շարժիչների ինքնաբերաբար անջատումներ, յուղի արտահոսքեր, ուժեղ վիբրացիաներ, սրահների հերմետիկության կորուստ եւ նույն օդանավերի կրկնակի վթարային վայրէջքներ։ Ռուսական ավիաընկերությունները գնալով ավելի հաճախ են օգտագործում այսպես կոչված հետաձգված դեֆեկտի ռեժիմը, երբ անսարքությունը ճանաչվում է, բայց թույլատրվում է շարունակել թռիչքները։ Փաստացի սա նշանակում է ինքնաթիռների շահագործում, հույսը դնելով բախտի վրա առանց լիարժեք վերանորոգման։ Պատճառը օրիգինալ դետալների, սերտիֆիկացված սպասարկման եւ արտադրող գործարանների հետ կապի բացակայությունն է։ Մարդիկ ավելի ու ավելի հաճախ են բողոքում օդանավում ջրի, սննդի բացակայությունից, էքստրեմալ վայրէջքներից, տեղեկատվության բացակայությունից, բազմաժամյա սպասումներից եւ կրկնակի թռիչքների վախից։ Փորձագետները միակարծիք են, իրավիճակը միայն վատթարանալու է, ինքնաթիռները հնանում են, ռեսուրսները սպառվում են, իսկ դրանք փոխարինելու ոչինչ չկա։ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիան աստիճանաբար անցնում է գոյատևման ռեժիմի, որտեղ յուրաքանչյուր չվերթ փոխզիջում է անվտանգության եւ թռչելու անհրաժեշտության միջև։ Նորից զգուշացնեմ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր Պուտինին չեն աջակցում, աշխատեք հեռու մնալ օդային տրանսպորտից։ Առաջվա Ռուսաստանը այլևս չկա, ինչը մնացել է, նույնիսկ Իրանի տեխնիկական մակարդակը չունի։ Եվ հենց նոր տեղեկացանք Դավոսում ավարտվել են արդեն Ուկրաինայի եւ Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները։ Ամերիկայի առաջնորդը գոհ է մնացել այս հանդիպման արդյունքներից, այդ մասին նա հայտնել է լրագրողներին, մասնավորապես Sky News-ին տված կարճ մեկնաբանության ընթացքում։ Մեր Telegram-ում արդեն տեղադրել ենք կադրերը, կարող եք տեսնել։ Մեջբերեմ, ես շատ լավ հանդիպում ունեցա նախագահ Զելենսկու հետ, ասել է Ամերիկայի նախագահը, առաջնորդների զրույցը ընթացել է փակ դռների հետևում եւ տևել է մոտ 1 ժամ։ Թրամփը նաեւ ազդակ է եղել դիկտատոր Պուտինին, նա ընդգծել է, որ բոլոր կողմերը շահագրգռված են պատերազմի դադարեցմամբ։ Մեջբերեմ, տեսնենք թե ինչ կլինի, մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, դա տեղի կունենա վաղը եւ մենք կհանդիպենք Պուտինի հետ։ Բոլորը ցանկանում են, որպեսզի պատերազմը ավարտվի, այսպես ձևակերպել է Թրամփը։ Բանակցությունների մասին դրական է արտահայտվել նաեւ ուկրաինական կողմը։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը երկխոսությունը բնութագրել է որպես կառուցողական։ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում նույնպես հաստատել են, որ հանդիպումը անցել է հաճելի մթնոլորտում եւ գնահատվել է որպես շատ լավ։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի տեղեկություններով բանակցությունները տևել են մոտ 1 ժամ, իսկ հանդիպման ավարտին նախագահները հնարավորություն են ունեցել կարճատև զրուցել առանձնազրույցի տետատետ ձևաչափով, քննարկումը անցել է առանց լրագրողների ներկայության։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնացել է, ինչպես ասացի, նոր գաղափարի մասին, Թրամփին է թվում, թե դա նոր գաղափար է, թե ինչպես շրջանցել Դոնեցկի մարզի այդ հողային հարցը։ Իմ կարծիքով Մոսկվայում նորից մերժելու են, բայց նորից բանակցությունների շարունակման իմիտացիայով, որովհետև ռուսները ոչ մի շրջանցում չեն ուզում, իրենք ցանկանում են տիրանալ ամենին։ Ինչևէ, մոտորերս կիմանանք իրական արդյունքները։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի ունեցել 110 մարտական բախում, զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի եւ Գուլայպոլիայի ուղղությամբ, 38 եւ 36 գրոհներ են եղել այդ բնակավայրերի ուղղությամբ համապատասխանաբար։ Մնացած ուղղություններով 10-ից 15 գրոհների փորձեր են եղել ռուսների կողմից։ Երևում է, որ ուժը չի հերիքում Պուտինի բանակին, ում գտնում գցում են գրոհի։ Միևնույն ժամանակ ռուսական Z ռազմական
ռուսական թղթակիցները հայտնում են ուկրաինական ուժերի անսպասելի ակտիվացման մասին Դոնեցկի մարզի օկուպացված Բախմուտի շրջանում։ Ռուսների տագնապը վկայում է նրանց համար սպառնացող վտանգի մասին, սակայն այս թեմայով կփորձեմ ավելի շատ տվյալներ հավաքել վաղվա եթերի համար։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են 1070 օկուպանտի եւ 919 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,230,810 օկուպանտ, նոր շեմ է հատվել։ Ռուսները գիշերը 94 օդային միջոցներով հարվածեցին Ուկրաինային, մեր հոպը խոցեց եւ վնասազերծեց դրանցից 80-ը։ Կրիվոյ Ռոգ քաղաքին ռուսները նաեւ բալիստիկ հրթիռներով են հարվածել։ Թիրախում ինչպես միշտ քաղաքացիական ենթակառուցվածքներն են, չնայած իրենց ռուսական դակլադներում իրենք իբր թե ռազմական օբյեկտներ են խոցում։ Դա հիշում եք, չէ՞, Արեշնիկով ինչ հեքիաթներ էին պատմում։ Հայտնի են դարձել Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի արդյունքները։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հաստատել է հարվածները ռուսական Taman-Neftegas տերմինալին եւ Ղրիմի ու օկուպացված տարածքների այլ յուղոտ, եթե կարելի է այդպես ասել, թիրախներին, այն չալաղաչ կտորներին, հա։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանում գտնվող Taman-Neftegas տերմինալին, Ղրիմի օբյեկտներին եւ օկուպացված տարածքների մի շարք ռազմական թիրախների։ Հունվարի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները իրականացրել են մասշտաբային գործողություն ուղղված ռուսական բանակի հարձակողական կարողությունների թուլացմանը։ Ռազմական գործողությունների ընթացքում հարված է հասցվել Կրասնոդարի երկրամասի նավթային տերմինալին, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում թշնամու մի շարք ռազմական օբյեկտների։ Գլխավոր շտաբը հաստատել է Կրասնոդարի երկրամասի Վալնա բնակավայրում գտնվող Taman-Neftegas տերմինալի խոցումը։ Այս օբյեկտը ակտիվորեն օգտագործվում էր ռուսական զինված ուժերի մատակարարման համար։ Ճշգրիտ հարվածների հետևանքով տերմինալի տարածքում տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհ է բռնկվել։ Հասցված վնասի չափերը դեռ ճշտվում են։ Բացի այդ, ուկրաինական ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հակաօդային պաշտպանության օբյեկտներին, գրանցվել է Լիպկնեխտովկայի շրջանում 59N6E Պրատիվնիկ GE ռադիոլոկացիոն կայանի եւ Պատորիայում 55J6 NEB-U կայանի եւ Ռուսակովկայում 55J6M NEB-M կայանի խոցումը։ Հոբ համակարգերի ավերման աստիճանը ճշտվում է մասնագետների կողմից։ Ոչնչացվել է նաեւ Խերսոնի մարզի Նավագրիգորևկա բնակավայրում գտնվող դրոնների պահեստը։ Բացի այդ, հարվածի տակ է հայտնվել 76-րդ օդադեսանտային գրոհային դիվիզիայի Վաշտի հրամանատարադիտակետը, ինչպես նաեւ 74-րդ առանձին մոտորաձգային բրիգադի կենթանի ուժի կենտրոնացման վայրը Դոնեցկի մարզի Սելիդովեի շրջանում։ Գլխավոր շտաբը Ուկրաինայի հստակեցրել է նաեւ Դեբալցևոյում թշնամու 101-րդ առանձին նյութատեխնիկական ապահովման բրիգադի զինամթերքի պահեստին հասցված հարվածի արդյունքները, հաստատելով դրա լիակատար ոչնչացումը, որն ուղեկցվել է զինամթերքի մասշտաբային դետոնացիայով։ Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալների, նման գործողությունները կրելու են համակարգված եւ հետեւողական բնույթ։ Դրանց նպատակն է զրկել ռուսական բանակին հետագա հարձակողական գործողությունների հնարավորություններից, նվազեցնել նրա ռազմատնտեսական ներուժը եւ ի վերջո ստիպել Ռուսաստանին դադարեցնել զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ինչպես արդեն հայտնել էի երեկվա եթերում, Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել էր Եռակի հարվածը Ռուսաստանի տարածքին եւ նավթաբազայի, նավթավերամշակման գործարանի եւ դրոնների պահեստի խոցումը։ Հիշեցնեմ, որ այս ամենի կադրերը կան մեր Telegram-յան ալիքում, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել այն։ Հուսամ կհանդիպենք արդեն վաղը, ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։